Իրանում ծավալվող զանգվածային բողոքի ակցիաները ներքաղաքական սուր զարգացումները լրջագույն մարտահրավեր են դարձել Իսլամական Հանրապետության համար, առաջ բերելով բազմաթիվ հարցեր տարածաշրջանի ապագայի վերաբերյալ։ Թեհրանում եւ երկրի տարբեր նահանգներում տիրող իրավիճակի խորքային պատճառներ եւ հնարավոր զարգացումների վերաբերյալ ես կզրուցեմ քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Աննա Դավթյան-Գևորգյանի, բարև ձեզ, եւ արևելագետ Գեորգի Միրզաբեկյանի հետ, բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար, փորձենք հասկանալ որքանով են վտանգված Իսլամական Հանրապետության հիմքերը եւ արդյոք գործ ունենք այս անգամ իշխանափոխության իրական նախադրյալների հետ Իրանում։ Շնորհակալություն հրավերի համար, անկեղծ ասած վերջին 10-15 տարիներին բողոքի ցույցերը շատ պարբերական են դարձել Իրանում եւ ամեն անգամ անկախ նրանից թե դրանք ինչ դրդապատճառով են սկսում, որպես կանոն հետո քննարկումներ են գնում դրա մասին, թե արդյոք դրանք նաեւ վտանգում են Իսլամական Հանրապետության հիմքերը։ Սկսած 2009 թվականի այդ մասսայական յետընտրական ցույցերից, թեև այն ժամանակ դեռևս ասում էին ցուցարարների հիմնական պահանջը որտեղ է իմ քվեն է հարցներ, ինչը նշանակում է չէին վիճարկում քաղաքական համակարգը, բայց նույնիսկ այդ ժամանակից սկսած արդեն խոսում էին դրա մասին, որ վստահության ճգնաժամ է սկսում Իսլամական Հանրապետության ներսում։ Վերջին ցույցերը դրդապատճառը վստահ եմ մեր հեռուստադիտողներն էլ գիտեն, տնտեսական ծանր վիճակն է, ինֆլյացիան եւ նաեւ տարբեր վերլուծաբաններ խոսում են նրա մասին, որ այս անգամ ցույցերը կարելի է համարել անհուսության ցույցեր, որովհետեւ եթե արդեն ցույցի է դուրս գալիս միջին խավը, բազարիներ տերմինով կոչված այդ շուկայում աշխատող միջին խավի ներկայացուցիչները, որոնք կարողացել էին ադապտացվել եւ սանկցիաներին, եւ ինֆլյացիային, այդ ինֆլյացիայի վրա իրենք էլ գումար էին աշխատում, բայց երբ ստեղծվում է մի իրավիճակ, երբ նույնիսկ իրենց համար է անկանխատեսելի դառնում տնտեսական վիճակը եւ իրենց համար դառնում է վտանգավոր իրենց իսկ աշխատանքի ապագան, դա խոսում է նրա մասին, որ գլխավոր սոցիալական հենարանը Իսլամական Հանրապետության արդեն ինքն էլ դուրս է գալիս ցույցի։ Հիմա երբ դրանք լոզունգները վերածվում են նաև քաղաքական լոզունգների եւ մենք վերջին օրերին տեսնում ենք, թեև ինտերնետի անջատման եւ առհասարակ փագերկիր լինելու բերումով բավական սուղ են այն տեղեկատվությունը, որ մենք ստանում ենք, բայց ամեն դեպքում շատ նկատելի է, որ քաղաքական պահանջները բավական խելացի, ռազմավարական կերպով նաև ուղղորդված են։ Ոչ ոք չի շղթում, որ կա հստակ պահանջ ցուցարարների կողմից եւ դժգոհություն, այդ դժգոհությունները տարբեր հասարակության շերտեր եւ ինչպես նշեցիք, բոլոր նահանգները ներառած տարբեր տարիներին մարդիկ արտահայտել են, բայց երբ կողքից դիտորդի դերում հետևում ես այդ բոլորին, ակնհայտ է դառնում, որ երկկողմ այդ մեր շատ սիրելի հիբրիդային պատերազմի բոլոր բաղադրիչները երկու կողմն էլ կիրառում են իրար դեմ։ Եվ եթե նայենք, թե ԱՄՆ-ում բնակվող շահի որդի Ռեզա Փահլևին ինչպիսի մեդիա արշավ է իրականացնում եւ ինչքան հետևորդներ ու աջակիցներ ունի ոչ միայն արդեն երկրից դուրս, սա հատուկ եմ շեշտում, որովհետեւ նախորդ ցույցերին միշտ այդ երկրից դուրս ընդդիմադիր հատվածը միշտ արծարծել է իր անունը, բայց այս անգամ նաեւ այդ Շիրոր Խորշիդի առյուծի ու արևով դրոշի ներկայությունը ցուցարարների ձեռքերին, նրանց նաև կարգախոսները, որ ոչ միայն Խամենեի եւ Իսլամական Հանրապետության համակարգի դեմ են, այլև հենց Փահլևիի անունն էին տալիս, այս բոլորը խոսում են նրա մասին, որ առնվազն քաղաքական այն ճնշումը, որ կա Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից, որ փորձում են ուղղորդել Իրանին դեպի բանակցություններ այն պայմաններով, որոնք իրենք են ուզում թելադրել, եթե դրանք չբավարարեն, ես կարծում եմ, որ բոլոր հնարավոր գործիքակազմերը գործի են դրված, որպեսզի շարունակվի այս երերալը համակարգի քաղաքական։ Շատ լավ, պարոն Միրզաբեկյան, տեսեք, Տիկին Դավթյանի ասած գլխավոր սոցիալական հենարանը կարելի ասել այդ առևտրական հատվածը միջին խավը դեմ է դուրս եկել Իրանի եւ դրանով է ինքը նաեւ տարբերվում նախորդ ցույցերից, հա։ Ըստ այդմ ձեր կարծիքով որքանով է այդ առումով ավելի երերուն դարձել գործող վարչակարգի հիմքերը եւ արդյոք իհարկե
տեղեկատվությունը կծկտուր է, ինտերնետը սահմանափակված է, մենք չգիտենք երբ կվերականգնվի, այսինքն ընդհանրապես անջատված է համացանցից կարելի ասել Իրանը, որևէ ուրեմն մատչում չունենք այդ տարածքին, ինտերնետ տարածքին այնտեղ ինչ է կատարվում, բայց այնուամենայնիվ փորձագիտական տվյալ կարծիքներով իսկապես որակապես սա տարբերվում է նախորդ ցույցերից եւ իսկապես դարձնում է վարչակարգի հիմքերը ավելի երերուն։ Շնորհակալություն, այո, սա շատ կարևոր հարց է, որովհետև մենք ինչ որ ցույցերը տեղի են ունեցել, սկսվել են դեկտեմբերի 28-ից, մենք կարծում եմ գործ ունենք ավելի նոր ալիքի հետ, քան մենք դա ունեցել ենք կամ նկատել ենք նախորդ տարիներին։ Եթե մենք համեմատենք դիցոք նախորդ ցույցերի հետ 2022 թվականի այն աղջկա գլխաշորով այո Մասամինի, ապա դրանից հետո նույնպես ցույցեր եղան եւ մեծ թափ ստացան։ Իդեպ այդ ցույցերը նույնպես մի քանի խոշոր քաղաքներում եղան, սակայն դրանք հիմնականում խոշոր քաղաքներում էլ բավարարվեցին եւ դրանց հիմնական բովանդակությունը ավելի շատ սոցիալական էր եւ նաեւ մարդու իրավունքների պաշտպանությանն էր վերաբերում հիմնականում կանանց իրավունքների, իսկ այստեղ մենք գործ ունենք ավելի խորքային պատճառների հետ, որոնք որ գործընկերս նշեց, համեմվում են նաեւ քաղաքական լոզունգներով եւ պահանջներով եւ բացի խոշոր քաղաքներից դրանք նաեւ համակել են մեծ եւ միջին քաղաքները, սա նույնպես ուշագրավ է, օրինակի համար կարող ենք բերել Մաշհադ քաղաքը, որը շատ կարևոր քաղաք է, սրբատեղի է, այսինքն շիաների համար կարևորություն ունի եւ Մաշհադում ցույցերի տարածումը նույնպես դրա վառ վկայությունն է կամ տեղեկություններ ունենք, որքանով որ հասանելի են Ղոմում ցույցերը, որոնք նույնպես այդ մասին են ճիշտ, այսինքն այնպես չէ, որ միայն Թեհրանում կամ Սպահանում է, հա, մեծ քաղաքներում, եւ այս առումով այո, այն էլեկտորատը, որ ավելի շատ ընդունված էր կարծել որպես հեղափոխության, այսինքն իշխանության էլեկտորատ եւ հենասյուն, մեծ հաշվով նրանք էլ են իրենց դժգոհությունը արտահայտում։ Ես մի առիթով նշել եմ, որ այս բողոքների բարդությունն եւ կայանում է նրանով, որ ինքը այո սոցիալական հիմքի վրա էր, տնտեսական, իսկ տնտեսությունը վատ վիճակը նաեւ պայմանավորված քաղաքական անկայունությամբ ինքը նաեւ կարող է ազդել սոցիալական տարբեր շերտերի վրա, մանավանդ այն իշխանությանը լոյալ գտնվող շերտի վրա, որոնք տեսնում են։ Տիկին Դավթյանը մեկ կարևոր նկատառում արեց վերջում, որ ես նույնպես կուզեի նշել, խոսել դրա մասին, խոսքը ԱՄՆ-ի հռետորաբանության եւ քաղաքականության մասին է, գուցե կամ ժամանակ կգտնվի ավելի Մենք դրան ավելի մանրամասն կանդրադառնանք ԱՄՆ-ի քաղաքականության հնարավոր գործողությունների, բայց եկեք հասկանանք Փահլավիի, Ռեզա Փահլավիի գործոնը, հա, շատ հակասական կերպար է Իրանի քաղաքականության, հատկապես ներքին քաղաքականության տեսանկյունից։ Մշտապես երբ ինչ որ առիթներով կամ այսպես անկարգությունների կամ չգիտեմ ներքին խժդժությունների ժամանակ կամ ցույցերի ժամանակ, բողոքի ակցիաների ժամանակ նա հանդես է եկել ելույթներով, մշտապես գոնե իրանագետները այդպես էին ասում, որ ավելի շատ հակակրանք էր առաջացնում, քան համակրանք, որովհետև սպეციფიկ վերաբերմունք կա նրանց ընտանիքի ժառանգության նկատմամբ Իրանում եւ 30 տարուց կամ 79 թվականից հետո բան այսպես ռուսերեն լավ խոսք կա, կուլտուրա ատմենա, այնտեղ այդ չեղարկման մշակույթն է տարածվել նրանց եւ նրա ժառանգության վերաբերյալ։ Հիմա բայց կարծես գլխավոր մեդիա պերսոնն է դարձել կամ սպիկերն է դարձել, բողոքի ձայնը արտահայտողն է դարձել, թե ներսում կարծես արդեն եւ թե դրսում։ Որքանով է ըստ այդմ Փահլավիի ազդեցությունը որքանով մեծ թագաժառանգ, գահաժառանգ արքայազն Ռեզա Փահլավիի ազդեցությունը ցուցարարների վրա, ինչպիսի է նրա հանդեպ վստահության մակարդակը հենց հիմա, եթե կարելի է ինչ-որ մի ձև փորձագիտական այսպես աչքով չափել այդ մակարդակը։ Շատ լավ, իսկապես Փահլավին բնականաբար Սփյուռքի իրանյան այդ օջախներում շատ պոպուլյար էր, սա առանձնահատկությունը հասկանալու համար պիտի հաշվի առնենք, որ իրանական Սփյուռքը մեծապես ձևավորվել է իսլամական հեղափոխությունից հետո եւ նրանց մեծամասնությունը ընդդիմադիր իրանցիներ են եւ իրենց հիշողություններում այդ պրոշահական քաղաքականությունը ավելի նախընտրելի քաղաքականություն է եւ ասոցացվում է ազատական քաղաքականության հետ, պրոարևմտյան քաղաքականության հետ եւ այլն։ Ինչ վերաբերում է Իրանի ներսում, դժվար է իհարկե չափել, թե կոնկրետ այդ հակակրանքը ինչ մակարդակի է եւ կարոտաբաղձությունը ինչ մակարդակի է, որովհետեւ դա էլ կա։ Ի վերջո Իրանում 40%-ից ավելին բնակչության
բնակչության, ծնվել է հեղափոխությունից հետո, հետեւաբար ինքն անձամբ չի հիշում, թե ինչպիսին է եղել շահական ժամանակաշրջանը, իսկ կրթական համակարգը ողջ մշակույթը, ողջ քաղաքական պատմական մշակույթը միայն դիվանականացնում է շահական անցյալը։ Բայց դրա կողքին պիտի հաշվի առնենք, որ Իրանում ունենք մի հասարակություն, որտեղ արբանյակները ալեհավաք արգելված են, բայց 90% հատկապես մեծ քաղաքներում նայում է հենց այդ դրսի ալիքները, իսկ դրսի ալիքներում, ինչպես ասացի, այդ ընդդիմադիր իրանական շրջանակներն են, որոնք խրախուսում ու ջատագովում են Փահլավին։ Բայց սրա հետ մեկտեղ ինքը Փահլավին նախորդիվ շատ ստրատեգիական սխալներ էր անում իր հայտարարությունների մեջ։ Օրինակ դուք նշեցիք շատ ճիշտ, որ ամեն անգամ, երբ խռովություններ էր լինում երկրում, ինքը հանդես էր գալիս հայտարարություններով, դրանք որպես կանոն Իրանի անվտանգությանը սպառնացող ինչ-ինչ քայլերի աջակցություն էր։ Եւ ինչքան օրյա պատերազմի ժամանակ 25 թվականի հունիսին ինքը ողջունեց Իսրայելի հարձակումը Իրանի վրա, ինչ չափանիշով էլ նայես քաղաքական գործի տեսանկյունից, դա սխալ մարտավարություն ու ռազմավարություն է։ Այս անգամ շատ ավելի խելացի ռազմավարական քայլեր է անում, սկսած նրանից, որ հայտարարում է, որ ինքը չի հավակնում գալ եւ միապետություն վերստեղծել եւ իշխել երկրում, այլ հավակնում է գալ եւ անցումային շրջանի առաջնորդը լինել։ Վերջացրած նրանով, որ շատ ավելի զգուշավոր է այդ հարձակումները աջակցելու, ջատագովելու տեսանկյունից եւ շատ ավելի խոսում է նրա մասին, որ երկրի ներսում ժողովուրդը ինքը կկարողանա հասնել իր նպատակներին, իսկ ԱՄՆ-ն ու Իսրայելը պիտի միայն նրանց աջակցեն եւ թույլ չտան, որ զոհերը շատ լինեն։ Դրա հետ մեկտեղ ես իհարկե Իրանը թույլ չի տալիս այդ սոցիոլոգիական հարցումներն իրականացնել եւ շատ վստահելի աղբյուրներ չկան, բայց կա մի կազմակերպություն, որ տեղակայված է Նիդերլանդներում եւ կոնկրետ զբաղվում է հենց Իրանի բնակչության հասարակության քաղաքական նախընտրություններով եւ իրենց վերջին սոցիոլոգիական հարցումները, որ իրենք համացանցի միջոցով են անում, ցույց են տալիս, որ իրանցիների շատ փոքր տոկոսն է, որ միապետության վերականգնում է ուզում։ Անկամ նրանք, ովքեր որ կողմ են, որ Փահլավին վերադառնա Իրան, 15-16% է միայն, որ կարծում է, որ դրա արդյունքում միապետություն պիտի հիմնեն։ Նույնքան է նաև իսլամական համակարգի, ներկա քաղաքական համակարգի աջակցությունը։ Զգալի մասը 40%-ից ավելին ուզում է ունենալ հանրաքվե, որտեղ ինքը կորոշի, թե ինչպիսի քաղաքական համակարգի պետք է անցում կատարվի եւ հատկապես շեշտը դրվում է իհարկե սեկուլար ժողովրդավարական երկիր ունենալու վրա։ Եվ հենց սրա վրա էլ շեշտը դնում է նաև Փահլավին եւ երկրորդ կարևոր շեշտադրումը տարածքային ամբողջականության պահպանումն է, որովհետեւ կան նաև ընդդիմադիր գործիչներ, ընդդիմադիր հայացքներով, որոնց ճանապարհային քարտեզում օրինակ կա ֆեդերալ հանրապետության տարբերակը կամ ազգային փոքրամասնություններին ինքնավարություն տալու տարբերակը, Փահլավի, այսպես ասած, առանցքային կարևոր առանձնահատկությունը այն է, որ նա խոսում է տարածքային ամբողջականությունը պահպանելու եւ ժողովրդին հնարավորություն տալու, որ իրենք ընտրեն, թե ինչպիսի համակարգ են ուզում։ Բայց այս բոլորն ասելով հանդերձ, ուզում եմ ասել, որ իսկապես շատ նկատելի է հսկայական մեդիա ռեսուրսների օգտագործումը իր կերպարի շուրջ եւ Իսրայելի եւ ԱՄՆ-ի իհարկե աջակցությունը հատկապես Իսրայելի, շատ ավելի Իսրայելի, քան ԱՄՆ-ի։ Տասնյակ միլիոնավոր դիտումներ են ունենում հատկապես սոցիալական ցանցերում, դա եւս։ Հա, այդտեղ իհարկե նաեւ պիտի հաշվի առնենք, որ մենք էլ ենք նայում օրինակ եւ բազում օտարերկրացիներ, որոնք ուզում են հասկանալ, թե ով կարող է լինել այլընտրանքը, հետեւում են իր էջին եւ այդ պատճառով եմ ասում, որ շատ դժվար է չափել, թե երկրի ներսում ինչպիսին է վերաբերմունքը, բայց այն, որ քաղաքական լոզունգների մակարդակում այս անգամ արդեն հստակ ասվում էր, որ Փահլավին պիտի վերադառնա կամ Ջավիդ շահ, կեցե շահը այդ լոզունգները նախկինում շատ հազվադեպ էին նման։ Շատ լավ, Գյորգի։ Շնորհակալություն, Ռեզա Փահլավի կերպարը շատ հետաքրքիր է ու իրոք ինքը մինչև այդ ցույցերի ժամանակ նույնպես շատ ակտիվ է եղել ֆլեշմոբերի տեսքով եւ այլն, սակայն նոր իրավիճակում նրա այս ակտիվությունը իսկապես նոր շունչ է տալիս եւ շատ ուշագրավ իրողություն է ինքնին, բայց իր կերպարը որպես ակտիվ կերպարը ինքը նորից չի եւ
Մի բան հենց դա էլ կուզեի նշել, որ մենք ցավոք նաև իրավիճակի հետևանքով նաև սղության պատճառով մենք չգիտենք հիմնական մեսեջները, հիմնական թե ցուցարները ինչ են պահանջում։ Ես մի փոքր թերահավատորեն կվերաբերվեի կամ զգուշորեն, թե արդյոք ցուցարների մեջ գերիշխող պահանջները հենց Ռեզա Փահլավիի վերադարձն, թե դրանք մարգինալ հատվածի մի կողմից են, որովհետև ինչպես Աննան էլ նշեց, իրականում գիտեք տարբեր շերտեր տարբեր կոչերով են հանդես գալիս, օրինակի համար դիցուք այն շերտերը կամ այն մասերը, որոնք ֆեդերատիվ վարչակարգ միավորների կամ տեսլական ունեն, նրանք դժվար թե համակրեն Ռեզա Փահլավիին, որովհետև նույն Ռեզա Փահլավին, ինչպես նաև գործող իշխանությունները, նրանք տարածքային հստակ ամբողջականության օգտին են հանդես գալիս եւ դժվար թե նրանց որոշակի այդպես ասած ինքնավարություն շնորհեն, հետեւաբար այստեղ շատ մեծ հարց է, ինքը մարգինալ կամ որոշ խմբերից է ցանկալի անց, թե ընդհանրապես տարածված երևույթ է, բայց բոլոր դեպքերում այդ վանկարկումները բավական ուշագրավ են։ Այստեղ կուզեի ասել, որ այո, կառանձնացնեի նրանց կազմակերպված բնույթը, բայց չէի կարծի, որ թե նա կարող է լինել այդ փոխարինողը, որովհետև օրինակ մենք ցույցերը որ նայում ենք, ցույցերը մեկ բան է, մի քանի բան են անհասկանալի, մեկը թե ինչ տեղ է զբաղեցնում Ռեզա Փահլավին եւ երկրորդը թե ցույցերի գլխավոր պահանջը ինչն է։ Սա էլ է շատ կարեւոր, որովհետեւ այստեղ էլ այսինքն ինքը չունի հստակ մեկ պահանջ։ Սա կարճաժամկետ առումով կարող է ինքը բերել բավական տարերային ցույցերի, բայց երկարաժամկետ կտրվածքով գուցե սա հենց ցուցարարների դեմ աշխատի եւ ավելի շատ նպաստի, որ իշխանությունները հաղթարեն այս։ Այո, մի կենտրոն, որ չկա կոորդինացիայի, պահանջների արտիկուլյացիայի եւ այլն։ Շատ լավ, այդ առումով տեսեք, ինչն է հետաքրքիր, Փահլավից բացի կան այլ կենտրոններ, այլ ուժեր, չգիտեմ, այլ քաղաքական գործիչներ, որոնք կարող են այլընտրանք լինել, այսինքն այլընտրանքը չլինի շահի վերադարձի եւ իսլամական պետության պահպանման մեջ, այլ ինչ որ գուցե այս պետության վերափոխման, ձևափոխման մասին, բայց այլ լիդերների մասնակցության կան այդպիսի լիդեր, երկրի ներսում կան դրսում բացի Փահլավիից։ Հենց այդ է, որ այս ցույցերը նաև փոփոխությունները անպայման չէ, որ եթե ինչ որ հաջողության հասնեն ցուցարարները, ապա սրա այլընտրանքը անպայման լինի Փահլավիական դինաստիան կամ իր վերադարձը, ապա սա կարող է նաև հանգեցնել, եթե հանգեցնի, կարող է հանգեցնել ներսում որոշակի փոփոխությունների եւ շատ կարեւոր է լինելու, թե ընդհանրապես Իրանը, եթե գործող իշխանությունները հաղթարեն այս ցույցերը, ապա ինչպես են հաղթարելու եւ ինչպիսի վերադասավորումներ են տեղի ունենալու երկրի ներսում։ Հնարավոր է, որպեսզի պահանջ, չգիտեմ, շատ մի շարք կան առանցքային բարեփոխական գործիչներ, որոնց վերադարձը կամ ավելի մեծ դերակատարությունը լինի երկրում։ Այսինքն պարտադիր չէ, եթե ճնշում են գործածում գործող իշխանության դեմ, ապա նրանց այլընտրանքը հենց լինի Ռեզա Փահլավին, եւ ես կարծում եմ, որ ինքը դեռևս այն կերպարը չէ, հա, որ կարողանա փոխարինի այս իշխանությանը կամ շեշտը նաև նույն արտաքին ուժերը դնում են իր վրա։ Հիմա օրինակի համար գալով Միացյալ Նահանգների գործոնին կարծում եմ, օրինակ Միացյալ Նահանգները դեռևս փորձում է շատ մեծ օֆիցիալ կերպով լեգիտիմություն չհաղորդել Ռեզա Փահլավիին, այստեղ Թրամփը նույնպես նշում է, որ դեռևս չէ պատրաստվում իր հետ հանդիպել։ Այսինքն գործընթացը երկարաժամկետ է եւ սա նաև բարդություններն այն են, որ սա հնարավոր է, որ որոշակի տրանսֆորմացիայի ենթարկի այս ցույցերը երկրի ներսում, այլ ոչ թե անպայման ինչ որ դրսից ուժեր բերվեն։ Եթե դուլ տակ, բայց այս հարցին ես էլ փորձեմ պատասխանել ապահովագրելով ինձ ու գործընկերոջս, մի առիթով էլ այս մասին ասեցի 78 թվականի նոյեմբերին, որպեսզի պատկերացնեք, դա հեղափոխությունից 1-2 ամիս առաջ է իսլամական հեղափոխության, Ջեյմս Բիլ անունով իրանագետը, որ հայտնի իրանագետ է, մի հոդված էր հրապարակել Foreign Affairs ամսագրում, որտեղ նկարագրում էր սցենարներ, թե շահի տապալումից հետո ովքեր կարող են գալ իշխանության եւ բոլոր այդ սցենարներում դրանք կլինեին ձախական մարքսիստները, թե միջին խավի ավելի կենտրոնամետ ուժերը, թե այլ սցենար, որևէ մի կետում նշված չէր են հանգամանքը, որ կարող է լինել իսլամական հեղափոխություն եւ Խոմեյնին կարող է գալ ղեկավարել։ Սա ասելով ուզում եմ շեշտել, որ շատ դժվար է ասել, թե ինչ կլինի, անգամ դժվար է ասել, թե այս համակարգը ֆորմալ առումով կդադարի գործել, թե ֆորմալ առումով կպահպանի իր ձևը, բայց բովանդակային փոփոխությունների կունենա։ Իսկ որ բովանդակային փոփոխություններ
անհրաժեշտ են, դրա մասին խոսում են արդեն նույնիսկ Իրանի ներսում Եվ դա հատկապես 25 թվականի հունիսյան այդ դեպքերի 12 պատերազմից հետո ոչ միայն քաղաքական համակարգում, օրինակ այդ ժամանակ էր, որ Զարիֆը գրեց, որ արտաքին քաղաքական հարացույցը փոխելու ժամանակն է, բայց նաև տնտեսական ոլորտում 185 տնտեսագետներ իրանցի տարբեր համալսարաններից համատեղ բաց նամակ էին գրել իշխանություններին, որ այսպես շարունակել հնարավոր չէ, պարզապես կպայթի տնտեսությունը։ Հետևաբար փոփոխության մասին խոսում են բոլորը, թե ինչպիսին կլինի այդ փոփոխությունը տարբեր սցենարներ են ուրվագծվում։ Ոմանք կարծում են, որ որքան էլ որ դրսի ուժեր Փահլավին կլինի, Մարիամ Ռաջավին կա, որ Մոջահեդին խալղ կազմակերպության ղեկավարն է եւ Եվրոպայում է ապրում եւ այս օրերին ակտիվորեն փորձում է անցնել մեդիայի իր ակտիվության Փահլավին եւ եթե Փահլավին հոդված է գրում են մասին, որ տեսեք ցուցարարները մերժում են իսլամական համակարգը եւ պահանջում են իմ վերադարձը, անմիջապես Մարիամ Ռաջավին պատասխան հոդված է գրում եւ ասում է ուշադիր եղեք, ցուցարարները մերժում են եւ իսլամական համակարգը եւ վերադարձը շահական անցյալին եւ պահանջում են նոր ընդդիմության մեջ էլ այսպես ասած ընդդիմության մեջ կոնսենսուս վերջին 15-20 տարիներին անverջ քննարկվում է նրա մասին, թե պետք է կոնսենսուս ունենալ եւ մեկ ճակատով հանդես գալ, բայց չի ձևավորվում այդ ճակատը, որովհետեւ Մոջահեդին խալղ կազմակերպությունը ինքը մասնակցել է հակաշահական ցույցերին եւ իսլամական հեղափոխությունից հետո է ընդդիմադիր դարձել եւ նրան անվանել են տերորիստական կազմակերպություն, վտարել երկրից, այսինքն ինքն իրենց միջև էլ կան քաղաքական տարաձայնություններ։ Դրա հետ մեկտեղ, եթե ներսում դիտարկելու լինենք, չէ, 2009-ից առնվազն բոլոր այն ձայները, որոնք խոսում են բարեփոխական քաղաքական դիտանկյունից լրացվել են աստիճանաբար։ Սկսած 2009-ին ցույցերի առաջնորդ Մուսավիից, որ նախագահի տեխնացու էր, վերջացրած Խաթամիով, Ռուհանիով, Քարուբիով, մնացածներով կամ տնային կալանքի մեջ են, կամ հնարավորություն չունեն հայտարարություններ անելու եւ ցույցերին մասնակցելու։ Հետևաբար քարտեզագրել այդ մարդկանց շատ դժվար է, որովհետեւ մինչեւ քաղաքական համակարգը չազատականացվի անկախ նրանից այս համակարգի պայմաններում թե դրա տապալումից հետո այդ ձայները մարգինալ են ընկալվում, որովհետև կամ լռեցված են կամ երկրից դուրս են գտնվում։ Բայց այս բոլորով հանդերձ նույնիսկ համակարգը եթե պահպանվի, փոփոխությունը բովանդակային առումով կարծում եմ անխուսափելի է եւ այդ տեսանկյունից մի քանի սցենարներ են ուրվագծվում կամ կդառնա շատ ավելի ուժային կառույցների վրա հենված եւ այդտեղ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը առանցքային դերակատարում պիտի ունենա եւ կգնա օրինակ Պակիստանի ֆորմայի ուղղությամբ, ձևի ուղղությամբ օրինակ կամ օրինակ իրանագետներից Սաջադփուրը մի քանի ամիս առաջ Կարնեգի հիմնադրամի վերլուծաբաններից մեկն է, մի քանի այլ սցենարներ էր նախանշել, գրում էր, որ կարող է օրինակ նույն ԽՍՀՄ-ի վերջին տարիների նման սկսի այդ բարեփոխումները, որոնք կտանեն Պուտինյան Ռուսաստանի որպես հետևանք այդպիսի մի երկրի ձևավորման կամ Թուրքիայի ճանապարհով Հենց այդ Ելցին լինելուց է, որ շատ վախենում է Ալի Խամենեին։ Ամեն անգամ երբ ասում են, որ պետք է ամեն անգամ երբ ասում են, որ պետք է բարեփոխումների գնալ, ինքը այդ զուգահեռն է իր աչքի առաջ եւ իր հայտարարություններում հաճախ է դրա մասին խոսում, որ այնպես ինչպես ԽՍՀՄ բարեփոխումներով տապալվեց, ԱՄՆ-ն ունի նաեւ այդ ցանկությունը, որ Իրանն էլ գնա համակարգ է ստեղծել, որի բարեփոխումը կամ չգիտեմ, իրավիճակի փոփոխությունը չի կարող անցնցում տեղի ունենալ, այսինքն գոնե այս տրամադրությունների պայմաններում։ Ըստ այդմ սցենարների մասով Տիկին Դավթյան նկարագրեց որոշակի սցենարներ, հա, ուժայինների հզորացում կամ որոշակի բարեփոխումներ, ցնցումներից խուսափելու այս մտայնությունը, դուք ինչ սցենարներ եք պատկերացնում։ Այս սցենարները պետք կարող իրավիճակը լրիվ այլ լինել, այս սցենարներից օրինակ Խամենեին հայտարարել, որ որևէ մի բար օրինակ Ռուհանիին է հանձնում իր պաշտոնը, բարեփոխիչ կրոնավոր է, ճիշտ է, ինքը հավանական տեխնացուների մեջ հիմա չի թվարկվում, բայց ինչպես նշեցիք, ճգնաժամային է իրավիճակը եւ ինչ որ ճգնաժամային լուծումներ են պետք, որովհետեւ եթե խոսք գնա էլի այս անգամ էլ հիմա իր որդու մասին, որ այս պահին ամենահավանական
իրանական թեկնածուն է Մոջթաբա Խամենեին որպես հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդ, ապա այդ ճգնաժամը կարծում եմ ավելի խորանալ։ Ես Իլովին համաձայն եմ եւ նաեւ դրա համար ասացի, որ շատ կարեւոր է լինելու թե գործող իշխանությունը, այսինքն եթե հաղթարի ցույցերը ինչ ֆորում է ընդունելու եւ անպայման չէ որ դա այլընտրանքը դրսից լինի, հնարավոր է որ ներսի ինչ որ բարեփոխումներ լինեն եւ համաձայն եմ որ հնարավոր է որ հենց բարեփոխական թիմից ինչ որ մի ազդեցիկ գործիչ ավելի մեծ ազդեցություն եւ ավելի մեծ գործառույթներ ստանձնի, քան հիմա կա, բայց բոլոր դեպքերում եթե հաշվի առնենք Ալի Խամենեիի տարիքը վաղ թե ուշ այդ փոփոխությունը լինելու է եւ սա նույնպես ավելի է բարդացնելու կարծում եմ եթե որոշակի բարեփոխումների այս առումով չգնացվի, ապա ավելի է բարդացնելու հետագա գործընթացը հաշվի առնելով որ այդ բողոքները մեծ հաշվով հա եթե կարճաժամկետ առումով հաղթարվեն, ապա երկարաժամկետ առումով իրենք այդ բողոքի ձայները մնալու են։ Հետևաբար իսկապես կան մի քանի սցենարներից ուրվագծվում է այն, որ օրինակի գործող իշխանությունները կարող են ազատականացնել, որ շատ երևույթներ կախված չլինի ընտրությունների հետևանքով, այսինքն շատ ընտրություններ կախված լինեն որոշումներ ընտրությունների հետևանքով ձևավորված ինստիտուտներից, որովհետև շատ ինստիտուտներ, որոնք փոխկապակցված են գերագույն առաջնորդի հետ, դրանք ընտրությունների հետևանքով չեն ձևավորվում, ավելի ստատիկ են եւ ավելի անզիջում դիրքերից են հանդես գալիս, քան թե ընտրված գերագույն հոգևոր առաջնորդը ավելի այսպես բաշխի իր լիազորությունները ինստիտուտների միջև եւ բաշխի կամ գնա որոշակի բարեփոխումների, այսինքն դրա համար ենք ասում, որ բավական բարդ է եւ ինքը անկախատեսելի սցենարներ Շատ լավ, Ամերիկայի գործոնը, Ամերիկայի Միացյալ Նահանգների գործոնը, Թրամփ իհարկե հակասական կերպար է, օրվա մեջ առավոտ կարող է մեկ հայտարարություն անել, երեկոյան մեկ այլ, բայց այնուամենայնիվ երկու հիմնական գիծ է նախանշվում, մեկը որ կարծես խորհրդակցություններ են գնում, որ հնարավոր է ԱՄՆ հարվածներ հասցնի որոշակի այդ թվում ոչ ռազմական օբյեկտների ուրեմն ուղղությամբ վրա ոչ ռազմական օբյեկտներին դա նշանակում է նաև երևի որոշումների կայացման կենտրոնների մասին է խոսքը եւ երկրորդը այսօր եթե չեմ սխալվում միտեղ կարդացի որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը չի բացառել որ հնարավոր է ընդունի Իրանի ներկայացուցիչները եւ նրանց հետ խոսի ուրեմն միջուկային նոր գործարքի մասին, հա այս առումով այս երկու մեսիջները ինչի մասին են, հա մի կողմից ճնշում, մյուս կողմից դիալոգի հնարավորություն սա եւս կարելի է ասել բանակցությունների մաս են կազմում, հա, խնդրեմ։ Ես ձեր հարցին կպատասխանեմ շարունակելով նախորդ հարցի տրամաբանությունը, որովհետև սցենարներից մեկն էլ այն է, որ որոշումների կայացման այդ ուժային կենտրոնը թեքվի դեպի կառավարություն եւ հատկապես արտգործնախարարություն եւ լիազորությունները իրենց գոնե ֆորմալ առումով այն ինչ ունեն լիազորություններ կարողանան իրականացնել։ Թրամփն իսկապես հայտարարեց, որ կապի են դուրս եկել իրանցի գործընկերները եւ դեմ չեն բանակցությունները շարունակել միջուկային ծրագրի վերաբերյալ։ Ինչ է սա նշանակում։ 25 թվականի հունիսից հետո ԱՄՆ-ն պահանջում էր, որ այդ բանակցությունները ուղիղ լինեն։ Թեև Իրանը անverջ էլի ասում էր, որ բանակցելու ենք միջնորդավորված։ Սա նույնպես այդ իսլամական քաղաքական համակարգի այդ իդեոլոգիայի տրամաբանության մեջ է, որ ուղիղ եթե գանք ձեզ այդ բանակցելու, դուք մեզ ինչ որ բաներ եք պարտադրելու եւ թելադրելու եք, թե ինչ պիտի անենք։ Երկրորդը, հունիսից հետո շատ ավելի սաստկացավ են պահանջը, որ ուրանի հարստացում առհասարակ պիտի չլինի։ Ուզում եք քաղաքացիական ծրագիր ունենալ միջուկային, հարստացված ուրանը կարող եք ներկրել այլ երկրներից։ Եվ միջայլոց Ռուսաստանը այդտեղ անմիջապես ասաց, որ ինքը պատրաստ է այդ դերը ստանձնել։ Դա նույնպես մերժում էին, բայց մերժում էին ավելի շատ, ինչպես գործընկերս նշեց, ավելի շատ Խամենեի շրջապատի մարդիկ եւ այն բոլոր ինստիտուտներն ու կառույցները, որոնք դեռևս ունեն այդ ազդեցությունը որոշումների վրա։ Կառավարությունը Փեզեշքյանի ղեկավարությամբ ողջ այս ընթացքում փորձել է այլընտրանքային սցենար նախանշել եւ այլընտրանքային մոտեցումներ, թե ինչպես է պետք հարաբերվել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ նույնիսկ այս ցույցերի առաջին օրերին փորձում էր խոսել նրա մասին, որ չարժի ողջ մեղքը գցել ԱՄՆ-ի եւ Իսրայելի վրա, եթե երկրում կան դժգոհություններ, նշանակում է կառավարությունն ու մյուս պաշտոնյաները նույնպես ինչ որ մի բան սխալ են արել եւ պետք է դա վերանայվի։ Այս բոլորը հաշվի առնելով նաև այսօր Իրանի արտգործնախարարության մամլոխոսնակը հայտարարեց, որ Արախչի Վիտկով այդ դիվանագիտական խողովակը բաց է քննարկումների համար, ինչը նշանակում է, որ
Գուցե եւ առաջին փուլում Շվեյցարիայի միջոցով ինչպես սովորաբար լինում է կամ Օմանի, բայց հետո շարունակեն արդեն ուղիղ բանակցությունները եւ այդտեղ արդեն քննարկեն բոլոր այն հարցերը, որոնք նախկինում պահանջում էին Իրանից նույնպես քննարկել, բայց Իրանը հրաժարվում էր։ Դա բալիստիկ հրթիռների հարցն է, Մերձավոր Արևելքում Իրանի քաղաքականության հարցն է, եւ իհարկե այդ ուրանի հարստացման այդ վերջնագրային մոտեցումները, որ ԱՄՆ-ն պիտի հավաստիանա իրենց ձևակերպումներով, որ դա չի ծառայելու ռազմական նպատակներով, հետեւաբար դա պետք է ներկրվի ոչ թե Իրանում։ Իդեպ օրերս հենց Օմանի ներկայացուցիչն էլ հենց Թեհրանում, որը սովորաբար միջնորդ է հանդիսանում, ինչպես Քաթարը, Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ուղերձների փոխանակման հարցերով ես լիարժեք համաձայն եմ, որովհետեւ ճիշտ ասած միջև Թրամփի հայտարարությունը ինձ համար վերլուծելիս ես նույնպես հանգել էի նրան, որ հնարավոր է որ Միացյալ Նահանգները սպառնալիքներով պարզապես ճնշում է Իրանին, ըստ իս նա ունի պլան մինիմումը եւ պլան մաքսիմումը, ինչպես դա 12-օրյա պատերազմի ժամանակ էր, առայդ որ պլան մաքսիմումով բնականաբար իրենք որոշակի իրադարձությամբ կարող են ձգտել իշխանափոխության Իրանում, սակայն դա ըստ իս նրանց գերնպատակը չէ, մասնավորապես Միացյալ Նահանգների, որովհետև իրենց համար գուցե ոչ պակաս ընդունելի է պլան մինիմումը, որը ենթադրում է հնարավորինս ճնշում Իրանի վրա, Իրանի միջուկային հարցում գլոբալ իմաստով զիջումներ կորզել Իրանից։ Այսինքն այն հարցերում, որտեղ որ Իրանը դիմադրում էր եւ իր համար կարմիր գիծ էր սահմանել։ Խոսքը ինչպես նշվեց ուրանի հարստացման մասին է, որովհետեւ Իրանը այս տարիների ընթացքում նշում է, որ հարստացումը բացառապես քաղաքացիական նկատառումներից ելնելով է եւ չէր պատրաստվում իր 20%-ից ավել շեմի իջեցնել եւ ընդհանրապես հավասարեցնել զրոյի։ Սա Իրանի համար կարմիր գիծ էր։ Իսկ Միացյալ Նահանգների համար դա հիմնական պահանջներից է, ինչպես նաեւ հրթիռային ծրագրի, բալիստիկ հրթիռային ծրագրի էական սահմանափակումը։ Ես չեմ բացառում, որ այս ճնշումների միջոցով Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ Իսրայելը փորձեն զիջումներ կորցնել այս հարցերում Իրանից եւ սա եթե Իրանը գնա այս քայլերին, նրանց դա այս քայլը բավարարի։ Մեծ հաշվով Իսրայելի որոշակի մտահոգությունները նույնպես իր տեսանկյունից կարող են բավարարվել, եթե Իրանը միջկային ծրագիր այլևս չի ունենում։ Հետևաբար պարտադիր չէ, որ ես համենայն դեպս հակված եմ կարծելու, որ այս պայմանությամբ Թրամփի այս երկսար, երկսայր հայտարարությունները մի կողմով նպատակ են հետապնդում սպառնալով ճնշում գործածել բանակցային ձևաչափով։ Իսկ այն, որ հիմա Իրանը տրամաբանական է, որ ստիպված է կամ պետք է ցանկանա բանակցությունները, կարծում եմ կարևոր է, որովհետև ուզենք թե չուզենք, սակայն այս իրավիճակի վրա Միացյալ Նահանգները առնվազն իրենց հայտարարությամբ նրանք ազդում են իրավիճակի վրա եւ նույն Ռեզա Փահլավին կլինի կամ այլ ուժեր կարող են նաեւ ակտիվանալ։ Դե դատելով Թրամփի անվտանգության հայեցակարգից եւ ընդհանրապես Վենեսուելայում տեղի ունեցածից չի կարելի ասել, որ այս ադմինիստրացիան արժեքային որոշակի ինչ որ քաղաքականության հետքերով է գնում, աշխարհակաղակական կոշտ ռեալիզմն է բնորոշ այս ադմինիստրացիային, այս վարչակազմին իր այսպես կոշտ ուժի առաջ մղելու որոշակի գործընթացներով եւ մղումով, ուստի եւ խնդիր չունեն, որ ենթադրում են որևէ մեկի հետ համագործակցելու, եթե այդ կողմը ընդունում է նրանց պայմանները եւ պատրաստ է համագործակցության։ Այսինքն Վենեսուելայում, հիմա Իրանում նաեւ խնդիր չեն դնում իշխանապողության, Թրամփի հայտարարությունների մեջ կարծես չկա իշխանապողության խնդիր, իրենք ասում են, եթե դուք կրակեք, մենք էլ կկրակենք։ Էս է։ Բայց եթե բանակցեն, ինչու՞ ոչ։ Եթե բանակցեք, մենք էլ կբանակցենք։ Որտեւ ի վերջո նաեւ կներեք, նաեւ այդ բացասական փորձառությունը ունի ԱՄՆ-ն, չէ, այնտեղ որտեղ շեշտը դրել է հենց իշխանապողության վրա, միշտ չի որ հետո իր գերնպատակին հասել է։ Այդ իշխանապողությունից հետո դրանք եղել են կամ հեղեղուկ կառավարություններ, կամ դարձել են օրինակ Մերձավոր Արևելքում մի շարք երկրներում շատ ավելի պրոիրանական, քան պրոամերիկյան երկրներ, այսինքն կարծում եմ, որ այս բոլորն էլ, եթե հետևում ենք վերլուծաբաններին ամերիկացի, իհարկե կան են կոշտ հանրապետական ուժի թևի ներկայացուցիչները, որոնք որ Պոմպեոյի նման կետերով ուզում են կոնկրետ ռեժիմի փոփոխություն, բայց կարծում եմ երևում է, որ կան նաև ձայներ, որոնք կարծում են, որ կարևոր է, որ իրենց պահանջները ընդունեն, թե ովքեր կլինեն դրանք, ինչպես նշեցիք, արժեքային հիմքով չի, որ առաջնորդվում Այո, է։ կարևորն է Վենեսուելայի դեպքում հստակ հայտարարվեց, եթե երկիրը տալիս է ռեսուրսների կառավարումը Ամերիկային, որևէ խնդիր չկա Մադուրոյի ժառանգություն թողած իշխանության հետ համագործակցության։ Վերջին հարցը
ազդեցությունը Հայաստանի եւ տարածաշրջանի վրա։ Իրանը շատ կարևոր գործոն է տարածաշրջանային անվտանգության համատեքստում 2021-22-23 թվականներին գոնե այդ տարածաշրջանային անվտանգային վակումը Ռուսաստանի թուլացման առաջացել էր, Իրանը ինչ որ առումով փորձում էր լրացնել, հայտարարելով սահմանների անփոփոխության իր այսպես կարմիր գծերի մասին եւ ներկայիս անկայունությունն ու քաոսի վտանգը ինչպես կարող է ազդել Թեհրանի արտաքին քաղաքականային դիրքորոշման վրա եւ արդյոք նոր անվտանգային վակումի կարող է հանգեցնել տարածաշրջանում։ Դե մենք մի քանի հավանական սցենարներ քննարկեցինք եւ ամենևին չսպառեցինք ողջ ցանկը, թե ինչ ուղղությամբ կարող է զարգանալ, դրանք առանձին ռիսկեր են յուրահատուկ ստեղծում։ Կարծում եմ ամենառիսկայինը կլինի, եթե իսկապես այդ քաոսի վերածվելու քաղաքացիական պատերազմի, անջատողականության այդ խախտման ուղղությամբ գնա, բնականաբար դա լուրջ վտանգներ կարող է ստեղծել, սկսած նրանից, որ փախստականների հոսք է լինելու, վերջացրած նրանով, որ տարբեր իսլամիստական տարրեր նույնպես կարող են ներթափանցել եւ սահմանների պահպանությունը կդառնա շատ ավելի ռիսկային։ Բայց պիտի հաշվի առնել նաեւ, որ քանի որ նշեցի, այդ հիբրիդային պատերազմի շրջանակներում երկու կողմերն էլ շատ անողոք են իրար հանդեպ։ Եվ երբ խոսվում է, որ քաոսի է վերածվելու ոչ միայն Իրանը, այլ նաեւ ողջ մերձավոր Արևելքը, եւ եթե այս համակարգը փլուզվի, անպայման փլուզվելու է նաեւ տարածքային ամբողջականությունը, դա էլ իսլամական համակարգի հիբրիդային պատասխանն է, այսպես ասած։ Միշտ պարտադիր չէ, որ այդ ուղղությամբ անպայման զարգանա։ Եթե տարածքային ամբողջականությունը պահպանվի, եւ իմ չելոց այստեղ կարեւոր է երևի շեշտենք, որ ամեն դեպքում, երբ նայում ենք էթնիկ փոքրամասնությամբ նահանգներին, անջատողական լոզունգներ ամեն դեպքում այս երկու շաբաթվա ընթացքում առնվազն չեն եղել։ Դրանք նույնական են եղել այն լոզունգներին, որոնք եղել են նաեւ Թեհրանում։ Եթե տարածքային ամբողջականությունը պահպանվում է, ապա Իրանի հյուսիսում ներկա ռիսկերը, որոնք որ գնահատում է Իրանը իր անվտանգության տեսանկյունից եւ կարեւոր են նաեւ մեզ համար, չեմ կարծում, թե դրանք ինչ որ փոփոխությունների կենթարկվեն։ Մյուս կողմից, եթե Իրանը իր այս տարածքային ամբողջականությամբ, անկախ նրանից այս համակարգով թե ուրիշ, դառնում է պրոարևմտյան կամ առնվազն դադարում է լինել հակաարևմտյան, սա կարող է նաև հավելյալ հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար, շատ ավելի հեշտացնել իր դիրքավորումը տարածաշրջանում եւ այդ անվերջ երկու կողմերին բացատրելու այդ զսպաշապիկից ազատվել, երբ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում կամ եվրոպական երկրների անվերջ ստիպված ես լինում քո կարմիր գծերի մասին խոսել հայ-իրանական հարաբերությունների համատեքստում եւ հակառակը։ Զանգել Մոսկվա, զանգել Թեհրան։ Հա, եւ չմոռանանք Ռուսաստանի նաեւ ֆակտորը, եթե ամբողջական գլոբալ նայում ենք, սկսած Վենեսուելայից եւ վերջացրած Իրանի ցույցերով, տպավորություն է, որ Թրամփի ադմինիստրացիան Չինաստանի հետ հակամարտության այդ շրջանակներում հերթով չեզոքացնում է այն օղակները, որոնք Չինաստանին եւ նաեւ Ռուսաստանին այսպես ապավեն ու թիկունք են։ Եվ եթե այս փոփոխությունը լինում է, ելի եմ ասում, լավագույն դեպքում, եթե տարածքային ամբողջականությամբ անկախ նրանից ինչ համակարգով դառնում է ոչ հակաարևմտյան երկիր, մենք նաև Ռուսաստանի ազդեցության տեսանկյունից շատ ավելի շահեկան դիրքում կհայտնվենք, որովհետև հաճախ Ռուսաստանը իր ազդեցությունը նաև իրանական շրջանակով էր փորձում բանեցնել։ Եվ այն խոսույթը, որ մեզանում այդքան տարածված է, որ եթե Իրանում ռեժիմ փոխվի, ապա հատկապես ազերիները անջատվելու են, միանալու են Ադրբեջանի Հանրապետությանը եւ հավելյալ անվտանգության ռիսկ են ստեղծելու Հայաստանի համար, դա ինքնին այդ պատերազմների տեղեկատվական մաս կարելի է դիտել։ Ոնց կարող է 20 միլիոնը 10 միլիոնի միանալ, բայց այնուամենայնիվ։ Այդ մեկ եւ երկրորդը, եթե նրանք պայքարում են եւ երկրորդը, եթե ներկա պայմաններում այդ խոսակցություններում կարելի է քննարկել, որ արդյոք մարդիկ կուզենան կրոնական ավտորիտարիզմից տեղափոխվել սեկուլյար ավտորիտարիզմ, ապա եթե այս ռեժիմը տապալելու են հենց ավտորիտարիզմի դիտանկյունից, ապա ինչու պետք է ուզենան միանալ հիմա էլ մեկ այլ ավտորիտարիզմի, չէ՞։ Բայց սրա հետ մեկտեղ պետք է հիշենք, որ Ռուսաստանի համար շատ ավելի ընդունելի կլինի ռադիկալացված միջուկային նույնիսկ զենքով Իրանը, քան Իրանը, որը կդադարի լինել հակաարևմտյան։ Սա ուղղակի անվտանգության սպառնալիք է Ռուսաստանի համար եւ ես այս քննարկումները տարածվում են նաեւ Հայաստանի վրա։ Բայց մենք իհարկե սահմանների հավելյալ անվտանգության տեսանկյունից պետք է շատ զգոն լինենք, հատկապես այդ քաոսի հնարավոր սցենարի պարագայում։ Շնորհակալ եմ, խնդրեմ։
Այո, քաս անխոս ամենավատագույն սցենարն է եւ ամենավատագույն սցենարներից մեկը իհարկե տարածքային ամբողջականության որևէ խախտումն է, որովհետեւ դա հղի շատ լուրջ հետևանքներով հասկանալի պատճառներով թե Իրանը ինչ աշխարհագրական դիրք ունի, որտեղից որտեղ է տարածում եւ դա նման երկրի կարեւորությունը մեզ համար բաղարշտապես շատ ծանր կարող է լինել։ Այստեղ այո, ես համաձայն եմ, որ Միացյալ Նահանգների նաև հեռահար նպատակներից մեկը կարող է լինել Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցության սահմանափակումը, ինչպես գիտենք, նույն նավթի արտահանման տեսանկյունից Իրանը կարևոր երկիր է Չինաստանի համար եւ այս ուղիները նույնպես կարող է արգելափակել եւ իհարկե Իրանի կախվածությունը ընդհանրապես Չինաստանից եւ Ռուսաստանից հենց օգտավետ է Պեկինի եւ Մոսկվայի համար, որքան որ նա լինի հակաարևմտյան երկիր, այդքանով նրանք Թեհրանը կլինի իրենց ազդեցության տիրույթում եւ այս առումով այսա հաշվի պետք է առնել։ Ինչ վերաբերում է բնակաբար վերադառնալով Հայաստանին, ապա մեզ համար կարևոր է կանխատեսելիությունը Իրանի տարածքային ամբողջականության պահպանումն է, որովհետև ցանկացած ցնցում, անգամ 12-օրյա պատերազմի ժամանակ ես հիշում եմ, որ շատերս անհանգստացած էինք փախստականների ներհոսքով, ընդհանրապես քանի որ անկայունությունը Իրանում մեզ համար շատ զգայուն թեմա է։ Հետևաբար իշխանափոխությունը եւ սա մեծ հարցեր է առաջանալու, եթե նման բան լինի, ապա դա ինչ սցենարներով է լինելու, որքան ժամանակ է տևելու եւ կամ էլ եթե իշխանափոխություն չլինի, գլխավոր հարցերից մեկը թե Իրանը ինչպես է հաղթահարելու այս ճգնաժամը, ինչպես է ազդելու տարածաշրջանի վրա, ինչ դիրքերից է նա հանդես գալու, այս բոլորը նույնպես պայմանավորելու են Իրանի հետագա արտաքին քաղաքականությունը, բայց ես այնուամենայնիվ կարծում եմ, որ Իրանը մոտ ժամանակներում գուցե մոտ ապագայում հնարավորինս ավելի սևեռվի իր անմիջական հարևանությամբ գտնվող իր շուրջը կատարվող իրադարձությունների վրա կամ գուցե փորձի ավելի շատ ուշադրություն դարձնել ներքին իրավիճակի, քան նախկինի պես ավելի հեռուն գնա եւ փորձի իր սահմաններից հեռուն գործել։ Այսինքն Իրանի հնարավորությունները գուցե միաժամանակ որոշ ժամանակով սահմանափակվել։ Այո, հատկապես եթե չես կարող տնտեսապես ապահովել այդ հնարավորությունները։ Շնորհակալ եմ քննարկմանը մասնակցելու համար։ Civilnet-ի տաղավարում մենք խոսեցինք Իրանում ծավալվող ներքաղաքական զարգացումների մասին Աննա Դավթյան-Գևորգյանի եւ Գեորգի Միրզաբեկյանի հետ։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։